Պարոն Ղազարյան, ես այդ դրական եւ բացասական գործոնների մասին եմ ուզում հարցնել։ Այդ 5 կետանոց հրապարակման 4-րդ կետում ասում է միայն 6 միլիարդ օգուտի հիման վրա չի կարելի իշխել 3 դրամը, վստահաբար կարդացել եք։ Բացասական եւ դրական բազմաթիվ գործոններ կան, որոնք պիտի հաշվի առնեն։ Իրենք դա պատրաստվում են հաշվի առնել մինչեւ տարվա վերջ ու տարվա վերջ նոր հայտարարել։ Սակագնի իջեցում թե ոչ։ Մասով ծրագրակացը, որոնք են այդ բացասական ու դրական գործոնները, որոնք Տեսեք, համակարգը բաղկացած է ոչ միայն հեծից, չէ՞, համակարգ տոմակայանից, շատ կայաններից, որոնց հիմնական մասը միջոցից ասեմ պետականը։ Նույն բեցից, որտեղ հիշում եք, ինֆորմացիա եղավ, որ միլիարդավոր բանի այդ վերահսկողական ծառայությունը, չգիտեմ, բեցի վրա պետք է որ հսկող լիներ, չէ՞, որ այդ չարաշահումները չլիներ, բայց շատ լավ հսկելու համար բերե կառավարիչ են նշանակի, նորմալ է իրենց բարակայում։ Հիմա այդ ինչ ենք մենք հանձնաժողովին ասում, այնտեղ նամակի մեջ հիշում եք գրել ենք, որ հաշվի առնելով, որ հանձնաժողովն է տիրապետում ամբողջ ինֆորմացիային, այսինքն բալանսին, որովհետև կարող է հեծում շահույթ առաջանալ, ինչ որ միտեղ բացասական լինել։ Այսինքն, որպեսզի էներգետիկայի կամ պետքա սրա հաշվին իջացնել եւ հայտարարեն, որ հեծի հաշվին կարելի է իջացնել, հեծի այս պայն առաջացած շահույթի հաշվին, բայց այս մի արտադրող կայանի պատճառով չեն կարող բարձրացնել։ Թող ստացվի, որ նա իջնում էր, սա զսպեց իր վնասով։ Պատկերացնում եք, ու նույն այդ հմեկի ռեպորտաժի մեջ հանձնաժողովը իմ ջած ասեմ, այդ աշխատակցին շատ պրոֆեսիոնալ եմ համարում, երևի թե նա էլ է ստիպված այդպիսի բաներ հայտարարում, ասում է հեծը թող միանգամից դիմեր հայտ տար իջեցման։ Եղբայր, մենք նամակի մեջ նշում ենք, մենք ամբողջ համակարգը չենք պատկերացնում։ Մենք ասում ենք, այսքան առաջացած շահույթ կա, արի քննարկում կազմակերպենք, դու հասկացի տես ամբողջ համակարգով կարող եմ ես իջեցնել, թե ոչ։ Այս վերջում էլ մի հատ դարակազմիկ հայտարարություններ են, այդ վերջի կետներ, եթե չեմ սխալվում, եթե հեծ ուզի ինքը իրենով կարող է իջեցնել սակագինը, այդ նոր գյուտն էլ թող բացահայտեն, էլի ոնց է լինում։ Իմ իմանալով միայն հանձնաժողովը իրավունք ունի սակագին բարձրացնել կամ իջեցնել։ Եթե նկատի ունի հայտը, իհարկե հայտը մենք ենք տալիս, բայց նաև հանձնաժողովը կարող է իր նախաձեռնությամբ դա անել կամ չանել։ Հերթական մեքենա Այդ կասեք սակագինի իջեցման դեպքում այն հակադարձման մասին, որը հակեցնելու է հետագայում բարձրացման այդ իմանալով։ Ինչի հաշվի, եթե շուկան փակում եք բոլորը հետ են գալիս, իմ ասած գումարը կակ մինիմում կա։ 30 միլիարդը գնացել է, եթե մնար համակարգի մեջ, այդ 30 միլիարդի հաշվին ինչ-որ բան պետք է արվեր։ Բնականաբար նորմալ պետության, նորմալ հանձնաժողովի պարագայում պետք է գնանք սակագնի իջեցման, չէ՞, ոչ չենք տանելու մեր տները։ Շուկանա գումարած այդտեղ նաև լավ կառավարման արդյունք պետք է լինի։ Ասում են մենք չենք կարող 2 ամսվա կամ 3 ամսվա ինչ-որ բան տալ, եզրակացություն տալ, ինչպիսին կլինի վիճակը։ Բայց ինչի համար եք աշխատում։ Հանձնաժողովն ինչի համար, օպերատորը ինչի համար է աշխատում, ամբողջը պետական համակարգի բանն եմ ասում ես։